Հայաստանում գտնվում աշխարհի պղնձի 3%-ը, մենք պղինձը ներմուծում ենք Չինաստանից։ Եթե Աստված քեզ տվել է, գիտեմ որ կրոնական առումով մի քիչ նեյտրալ եք, բայց եթե Աստված մեզ տվել է այն պաշարները, այն հարստությունը, որ ունենք մենք, պղնձի 3%-ը, եթե դա չենք վերամշակում, ոսկին չենք վերամշակում, դրա համար պետք են մասնագետներ, պետք է քաղաքականություն, փող ունենք, պարոն նախագահի պես չեմ ասում փող ունենք, այլ փող կա այնտեղ, որտեղ կա բիզնես ծրագիր։ Հայաստանի այսօրվա պարոն Խաչատրյանը, այո, Խաչատուրյանը, որ ասել էր, որ Հայաստանում փողի խնդիր չկա, այդպես չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ եթե կա պրոյեկտ, վերամշակման պրոյեկտ, օրինակ պղնձի, գումարը 100% կգտնվի, որովհետև տնտեսապես եթե հետաքրքիր է, ֆինանսավորողներ էլ կլինեն, մեր պես ընկերություններն էլ պատրաստ են չեմ ֆայմել։ Խաղի բարձ կանոն, չկա խաղի կանոն, Կարպեշյան, մեր երկրում ցավոք մեծ ոլորտներում, եթե մարդիկ կան, ովքեր բիզնեսի մեջ են, փոքր բիզնեսի մեջ են, ասում են լավ է, ոչ մեկ չի խանգարում, հա, որտեղ որ պետքա չխանգարեն, այդտեղ լավ է, երբ որ դու քեզ չեն նկատում, լավ է, բայց երբ որ նկատում են եւ պետք է ինչ-որ բան անեն, պետքա խաղի կանոն դնեն, ասեն, եթե դու վերամշակման գործանը կառուցում ես, հիմնական խնդիրը ի՞նչն է։ Որպես իշխանությունը խոստանում էր, որ պետք է կառուցի 10 մի քանի անգամ խոստացել է ու ինքը չի կարող կառուցել։